չէ եւ այդ գլխավոր միջոցներից մեկը դա տեխնոլոգիական միջոցներն են։ Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգների մասին, որ ես նոր խոսեցի, ուրեմն այդ գաղտնի փաստաթղթի մասին, որ Միացյալ Նահանգները ընդունել է, վերցրել է այդ տեխնոլոգիաները դրա դիմաց մարդկության համար վտանգավոր համաձայնությունների է եկել այդ ուժերի հետ, դրա մասին խոսել են տարբեր ուրեմն հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ, ես հիմա կասեմ դրանց անունները, դուք դրանց անունների միջոցով, ես ուզում եմ հատուկ ազգային անվտանգության ծառայությունը ուշադրություն դարձնի իմ ասածին, եւ այդ անունների միջոցով գտնի, թե դա ինչ փաստաթուղթ է, եւ այդ փաստաթղթով ուր են տանում նաեւ Հայաստանի Հանրապետությանը առաջադիմության տեխնոլոգիական առաջընթացի անվան տակ։ Դա կապ չունի մարդկության տեխնոլոգիական առաջընթացի հետ։ Ուրեմն ԽՍՀՄ ՊԱԿ-ի ԿԿԲ-ի գլխավոր ուրեմն վերլուծական կենտրոններից մեկի ղեկավարը, առաջին վարչության ղեկավարը Վյաչեսլավ Շիրոնինը հայտարարել է, Շիրոնինը ինքը ներկայացրել է այդ համաձայնագիրը, թե ինչ համաձայնություն է տեղի ունեցել եւ տեխնոլոգիաները, այդ տեխնոլոգիաները ընդհանրապես ինչին են ուղղված։ Երկրորդը Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունների փաստաթղթերին հասանելիություն ունեցող ուրեմն Ուիլյամ Բիլ ուրեմն Կուպերը ինքը աշխատություն է գրել եւ այդ աշխատությունը կոչվում է եւ ահա Դալուկ Գունադձին 1991 թվականին եւ աշխարհին տեղեկացրել է թե ինչ գաղտնի փաստաթղթեր են ստորագրվել Միացյալ Նահանգների կողմից եւ ուր է գնում մարդկանց ինչ է սպասվում, ինչ էլեկտրոնային դիկտատուրա է սպասվում։ Եվ դուք ազգային անվտանգության ծառայության ղեկավար, չգիտեմ դեղ աշխատողներ եւ այլն, ով որ զբաղվում է հարցով։ Եթե դուք հիմա չկարողանաք չսթափվել եւ այսօրվա իշխանությունները, որը ամբողջ էլեկտրոնային գործիքները դնում են Հայաստանում, չսթափվեք, թե իրականում էս ինչ գործընթաց է եւ ինչ է սպասվում ձեզ եւ ձեր երեխաներին, լուրջ չընդունեք։ Չգնաք այս մարդկանց հետաքրքրվեք, այս մարդիկ ինչեր են ասել, ինչ համաձայնագիր է դա եւ ձեզ ինչ է սպասվում։ Ուրեմն 50-ական թվականների կեսերից տրամադրվել է Միացյալ Նահանգներին եւ ինտերնետ տեխնոլոգիաները, եւ հրթիռային շատ բարձր տեխնոլոգիաներ, եւ տարբեր ոլորտների տեխնոլոգիաներ, եւ մինչեւ այժմ դրանք տրամադրվում են։ Մինչեւ այս պահը դրանք տրամադրվում են եւ տրամադրվել են, եւ Միացյալ Նահանգների ղեկավարությունը հարկադրանքի տակ է։ Այս կապակցությամբ մի բան եմ ես ձեզ ուզում ասեմ, եթե դուք հիշում եք Միացյալ Նահանգների ընտրություններից առաջ Թրամպը, Դոնալդ Թրամպը հայտարարեց, որ ես ընտրվելու դեպքում կբացահայտեմ Քենեդու սպանության ամբողջ բաները։ Ոչ մի նախագահ, շատ մարդիկ են ասել, որ կբացահայտեմ եւ չեն բացահայտել։ Եվ չի բացահայտվելու դա երբեք, որովհետեւ եթե դա բացահայտվի, բացահայտվելու է դրա հետ մեկտեղ այն ինֆորմացիան, ինչը ուզում էր հայտարարել, ինչը պատրաստված է եղել, նախապատրաստվելիս է եղել հայտարարել ուրեմն Քենեդին, եւ այդ ինֆորմացիան եղել է հատկապես այդ պայմանագրի մասին, թե Միացյալ Նահանգների ղեկավարությունը կոնկրետ Էյզերհաուերի գլխավորությամբ ինչ պայմանագիր է կատաստրոֆիկ կնքել մարդկության դեմ, եւ դրանից հետո Միացյալ Նահանգների բոլոր ղեկավարները ինչու են թաքցրել եւ ինչպես են թաքցրել դա։ Եվ երբեք Դոնալդ Թրամպը նույնպես դա չի բացահայտի, որովհետեւ այդտեղ կերևա Միացյալ Նահանգների ամբողջ մեծագույն հանցագործությունը մարդկության դեմ։ Ես ուզում եմ դիմեմ ազգային անվտանգության ծառայության ղեկավարներին։ Հայաստանի Հանրապետությունը ինքը առաջինը պետականորեն քրիստոնեություն ընդունած պետություն է, եւ քանի որ այս գործընթացը հակաստվածային գործընթաց է, Աստծու դեմ պատերազմ է, պատերազմի գլխավոր գործիք է, մենք որպես առաջինը քրիստոնեություն ընդունած պետություն մենք պետք է ստապվենք եւ այս գործընթացի այն գործիքները, որը ուղղված են ճշմարիտ ազատությունների մարդկանց առողջության դեմ, մենք պետք է կասեցնենք։ Հիմա կշարունակեմ ես Հայաստանի մասով ես դա կասեմ։ Այս պայմանագրից հետո, որ տեղի ունեցավ 50-ականներին, Զբիգնև Բժեզինսկին հայտնի ուրեմն բնայ բրիտ կազմակերպության ղեկավար, բոլոր այսպես ասած գլոբալ դիփ սթեյթի կառույցների ուրեմն ղեկավար կազմում գտնվող մի անձ, որը եղել է եւ միջազգային հարաբերությունների հանձնաժողովի անդամ, եւ Եռակողմ հանձնաժողովի անդամ, եւ Բիլդերբերգերի խմբի անդամ եւ այլ,
Ինքը գրեց մի այսպիսի գիրք։ Այս գիրքը տպվել է 72 թվականին եւ 500 օրինակով ընդամենը ես սա մի անգամ ցույց եմ տվել հաղորդումներից մեկում, բայց այս կոնտեքստում, այս համատեքստում ուզում եմ անպայման ասեմ։ Ուրեմն գրել է այս գիրքը։ Այս գիրքը ԽՍՀՄ-ում ԽՍՀՄ էլիտայի համար ուրեմն թարգմանվել է եւ տպվել է 500 օրինակ ընդհանրապես միայն։ Այս գրքում ինչ է ասվում։ 72 թվականին Բժեզինսկին տեղյակ լինելով բոլոր այդ պայմանագրի մասին եւ Միացյալ Նահանգների կողմից պարտավորությունների ստանձնելու մասին, թե ինչ գործիքներ պետք է ինքը օրինակ ծառայի աշխարհին, որ ներդրվի եւ ստրկատիրական այդ համակարգը ստեղծվի, ընդ որում ասեմ, այդ համակարգը ստեղծել նախատեսված է 80 տարվա ընթացքում, որ կանխիկ դրամը բացարձակ վերանա։ Ես այդ ինֆորմացիան ես ձեզ ուզում եմ ասեմ եւ դրանից հետո արդեն մարդը ինքը որպես ազատ անկախ մարդ ինքը գոյություն չի ունենալու։ Դրա այդ փակագծերը լի կբացեմ։ Ուրեմն այս գիրքը, որը կոչվում է երկու դարերի միջև, այս աշխատությունը տպվել է 72 թվականին եւ ինքը ամբողջությամբ ներկայացնում է թե մարդկությանը ինչ է սպասվում, որ սպասվում է տեխնոլոգիական դիկտատուրա, մարդիկ բացարձակապես պետք է լինեն ուրեմն վերահսկողության ներքո, տիրապետման ներքո, կիրառվելու են մարդկանց դեմ գենետիկ, ուրեմն ամենատարբեր գործիքներ, դիվերսիայի միջոցներ, հիմարացման տեխնոլոգիաներ, միջև անգամ գրված է, որ սպորտային հաղորդումների մեծ ծավալով սփռվելու է ամբողջ աշխարհում, այն ինչ որ տեսնում եք դուք սպորտային հաղորդումները, տարբեր ալիքներ եւ այլը մարդկանց, դա մտնում է այս ամբողջ մեծ կոնցեպտի մեջ, նաեւ հիմարացնելու, մարդկանց հիմարացնելու եւ այլ կրքերը պարպելու եւ այլ այդ ամեն ինչի համար է։ Եվ դա երկու ինստիտուտ կա, 2-3 ինստիտուտ, դա առանձին հաղորդումով ես կասեմ այդ հիմարացնելու տեխնոլոգիաների մասին նաև։ Ես ուզում եմ նաև այդ գլոբալ, որպիսի ավելի ձեր մոտ տպավորվի, թե ինչ է սպասվում մարդկությանը եւ մեզ, եւ որպիսի մենք սթափվենք, ես ուզում եմ կարդամ մի հարցազրույց, որի տալուց հետո հարցազրույց տվողին սպանել են ընդամենը 2 ամիս հետո։ Եվ խոսքը վերաբերում է ուրեմն ամերիկացի հայտնի ռեժիսոր Աուրոն Ռուսոյի հարցազրույցի մասին է, ով կապված է եղել Ռոքֆելլերների ընտանիքի հետ, որոնք գլոբալ խորքային պետության ղեկավար կազմում են գտնվում եւ ամենագլխին են դրանք, նաեւ այսպես ասած չասեմ ամենա, բայց ղեկավար կազմում են դրանք։ Նրանք են ստիպում ԱՄՆ նախագահներին նաեւ նրանք այդ կազմի անդամ են, բայց այդտեղ մի փոքր ուրիշ շերտ կա, որ մարդկությունը ընդհանրապես տեղյակ չի այդ մարդիկ ով ինչ միավորներ են։ Հիմա ես չեմ ուզում դրան անդրադառնամ այս պահին, դա մի քիչ ուրիշ կարգի թեմա է եւ մի քիչ պատրաստված լսարան պետք է լինի, որ կարողանա այդ բանը այդ ինֆորմացիան հասկանա մարսի։ Հիմա այս Ռոքֆելլերի թորն է, Դեվիդ Ռոքֆելլերի թորը, սա այդ ռեժիսորն է։ Իրենք մտերիմներ են եղել բավական եւ այս մարդը ներկայացրել է գաղտնիքները իրենց նաեւ որոշակի մի քանի ինֆորմացիա տվել։ Եվ Արոն Ռուսոն որպես պարկեշտ նորմալ մարդ, որպես բարոյական մարդ այդ գաղտնիքների մասին բարձրաձայնել է Ալեքս Ջոնսին, հարցազրույցը իրականացնող բանը լրագրողներից մեկին։ Եվ այդ հարցազրույցից, դա հսկայական հարցազրույց է, բանում կա ինտերնետում կա, մարդիկ կարող են փնտրել Աուրոն Ռուսոյի հարցազրույցը Ալեքս Ջոնսին, ռուսերեն լեզվով կա այդ հարցազրույցը։ Հիմա ես այդտեղից մի փոքր հատված հանել եմ եւ ուզում եմ ուշադիր լսեք այս հատվածը, ինչ է ասում աշխարհի կորպորացիաների, հզոր կորպորացիաների ընտանիքի ներկայացուցիչը այդ գլոբալ ղեկավարության որոշումների մասին։ Խնդրում եմ ուշադիր լինել։ Լրագրողը հարցնում է, այս հարցազրույցից հետո, ուրեմն այս ռեժիսորին, ինչպես ասեցի, 2 ամիս հետո անենան է։ Ալեքս լրագրողը հարցնում է. Արոն, պատմեք Ռոքֆելլերի հետ ձեր զրույցների մասին։ Արոնը.